Շնորհակալություն։ Ես կիսելով պարոն Զորաբյանի մտահոգությունները նաև ուզում եմ դրան հավելել, որ վտանգված է ոչ միայն դեմոկրատական ազատությունները, վտանգված է եկեղեցին, այլ փաստացի այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր այս սրահում է գտնվում առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավոր պարոն Մամիկյանը, որ պատիվ է տրվել նաև ընթերցելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի ամբողջական տարբերակը, որի ամեն մի հոդվածը, ամեն մի կետը գերագույն խորհուրդը քննարկել եւ ընդունել է առանձին, ստեյության անթերի մի փաստաթուղթ, որով հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ հիմա չգիտես ինչու, այդ հանրապետությունը համարակալել է, որ դրան համար տվեք երրորդ, չգիտեմ ինչի է դա, երրորդ տրոփ 2, չգիտեմ ինչ։ Դա ընդհանրապես մի պետություն է, որը առանց համարի ունի անվանում, եւ այդ անվանումն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ եթե այդ անվանումը համընկնում է 18-ից 20 թվականի հանրապետության անվանման հետ, դա չի նշանակում, որ դա դրա իրավահաջորդն է։ Եթե այդ հանրապետությունը ընդգրկում է տարածք, որը խորհրդային իշխանության ժամանակ իր մեջ ընդգրկել է նաև հայկական սովետական հանրապետությունը, դա չի նշանակում, որ դա դրա հետ կապ ունի։ Անկախության հռչակագրով ստեղծվել է նոր պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն եւ որտեղ որ մենք հիմա ապրում ենք։ Եվ հիմա գալիս են պաշտոնական հայտարարությունների։ Ադրբեջանա-թուրքական ռեժիմի շահերը արտահայտող խմբավորումը, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր, 6-րդ համաժողովում ընդունել է բանաձև, որով ասում է մենք ունենք նոր հռչակագիր 4-րդ հանրապետություն ստեղծելու։ Այսինքն խոսքը վերաբերում է գոյություն ունեցող պետական կազմավորումը լուծարելու։ Որտեղ միայն այս դեպքում կարող է մտածվի առհասարակ քննարկվի նոր պետական կազմավորում ստեղծելու հարցը։ Իսկ ով ասում որ նորը պիտի ստեղծվի, եթե եղածը լուծարվում է։ Եթե Արցախի հանրապետությունը լուծարվեց, դրա տարածքում նոր երկրորդ Արցախի հանրապետություն ստեղծվել է, ես տեղյակ չեմ դες մասին։ Նույնիսկ է բան։ Եվ հիմա գալիս եմ պաշտոնական հաղորդագրությունների մեկ այլ ներկայացման։ 2024 թվականի օգոստոսի 30-ին, այսինքն հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության գործող տարածքի 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Այդ թեզը ինքը ոչ թե ասել է միամտաբար, այլ հետագային կրկնել է 2024 թվականի սեպտեմբերին ԱԳՆ դիվանագիտական ֆորումի ժամանակ, այնուհետև 2024 թվականի նոյեմբերի 14-ին իր Թվիթերյան գրառումներով 14 գրառում անգլերեն լեզվով դրա մասին, դա այն նույն վիշարժան օրինակ որ ինքը սափրվել է, կան տղամարդիկ, որոնց կյանքում բարձում է սափրվել է, լոգանք ընդունել է, չգիտեմ, եղողները գտնել, նրանք բազմական իրադարձություններ են, որոնց մասնավորապես բոլորը իմանում։ Եվ այդ օրը ինքը 14 անգլերեն գրառում արել, դրանից հետո հարցազրույց Armen Press-ին, դրանից հետո ելույթ էր ազգային ժողով, որը հաստատում է իր այդ թեզը։ Ինչ է դա ստացվում, որ Ադրբեջանի նախագահը, որը գործող սահմանադրության իրենց հանդիսանում է այդ երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը, լսում է, որ իր երկրի սահմանադրությամբ իր իրավազորության տարածքի 60-ից 70%-ը վերահսկվում է մեկ այլ պետական կազմավորման կողմից, որը պետք է լուծարվի։ Պարզա չէ, որ այդ լուծարումից հետո ինքը ինքնիշխանությունը հաստատել է տարածք, իսկ այդ տարածքները ինքը նկարագրել է աշխարհագրորեն։ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերից առանձին հատվածներ։ Այսինքն այս ամենի ասած այնա, որ վտանգված է մեր պետականության գոյությունը։ Իսկ ինչ անում հասարակությունը, երբ որ գտնվում է ճշտամական տիրապետության տակ, կազմակերպում ազգային ազատագրական պայքար։ Եվ ես խորհրդանշական եմ համարում, որ այս քննարկումը եւ այս նախաձեռնությունը հանրային ուժեր միավորելու նախաձեռնել է մի քաղաքական ուժ, որը ժամանակին առաջնորդել է դերևս
հայ ժողովրդի նորագույն պատմության շրջանի ամենամեծ համաժողովրդական շարժումը, եւ ես հուսով եմ, որ այդ ավանդույթները օգնեն, որպեսզի մի կողմ թողնեն բոլոր քաղաքական ուժերի, բոլոր հնարավոր հավակնությունները եւ միանան այս ազգային ազատագրական պայքարին, որը ամենայն դեպս 88 թվականին տվել է փայլուն արդյունքներ, դրա արդյունքում կիրառվել է երկու անկախ հայկական պետականություն, տոնվել է այդ պետականությունները պաշտպանելու հաղթական զորական մի գործընթաց եւ հաստատվել է խաղաղություն այդ տարածաշրջանում, որը խաթարվել է ցավոք սրտի 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մեր ժողովրդի օրինական իշխանությունը տիրացած իշխանական ռեժիմի կողմից։ Շնորհակալություն հայտնեմ ձեզ, պարոն Բազարյան, Հայաստանի Հանրապետության ակունքների նկատմամբ ձեր արտահայտած օրահարգանքի համար եւ մի փոքր մեկնաբանություն եթե դուք տաք կապված այդ սապերվելու հետ։ Գիտեք ինչ է, ոչ միայն սապերվել, այլև այդ չորրորդ հանրապետություն հասկացությունը դա ընդհանրեն է Փաշինյանի ուղեղում PR մի գործողություն է, որի իմաստն է ռիբրենդինգը։ Ինչի համար է ինք անում այդ ռիբրենդինգը։ Ընդհանրապես մի բանի համար թաքցնելու այդ նվաստացումը, այդ պարտությունը, որի գլխավոր հեղինակն է նա, եւ իրեն թվում է, որ եթե Մակեդոնիայի ինչ-որ փոփոխություններ կատարվեն կամ նոր անուն դրվի մեր հանրապետությանը, դրանով կծածկվեն իր հայտարարած ձախողումները, դա իհարկե կարող է որոշ դեպքերում օգնում է ինչ-որ կորպորացիաներին անունը մաքրել, բայց ես կարծում եմ սա դեպքը չի քաղաքականության մեջ, ազգային պատմության մեջ նման բաները հնարքները չեն անցնում։ Շնորհակալություն ձեզ